Այսօր մի փոքր խոսենք հակաբեղմնավորիչ մեթոդների մասին։ Ես եմ բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ-սոնոգրաֆիստ Աննա Բադալյանն եմ։ Հակաբեղմնավորիչ մեթոդներ ընտրելիս յուրաքանչյուր կնոջ դեպքում ընտրությունը կատարվում է ինդիվիդուալ։ Մի քանի հարցերի միջոցով պարզում ենք կնոջ ընդհանուր առողջական վիճակի մասին եւ առաջարկում ենք համապատասխան մեթոդներ, որոնցից ընտրություն է կատարում կինը իրեն համար առավել հարմար տարբերակը։ Խոսենք հակաբեղմնավորիչ հաբերի մասին։ Հակաբեղմնավորիչ հաբերը հիմնականում լինում են երկու տեսակ՝ երկու հորմոն պարունակող եւ մեկ հորմոն պարունակող հաբեր։ Հակաբեղմնավորիչ հաբերի կիրառումը ոչ միայն նպատակ ունի հակաբեղմնավորիչ էֆեկտն ապահովելու համար, այլ նաեւ որոշ գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում նաեւ բուժում է ապահովում։ Առաջարկում ենք հաջորդ մեթոդը, որը առավել նախընտրելի է այս դեպքում ներականդային պարույրի սպիրալի կիրառումը։ Ներականդային պարույրները, նույն սպիրալը, լինում է տարբեր տեսակի։ Լինում է հասարակ, բղինձ պարունակող եւ հորմոնալ։ Կարող է մինչև 10 տարի ժամկետով տեղադրվել եւ կնոջ պտղաբերությունը վերականգնվում է անմիջապես պարույրը հեռացնելուց հետո։ Մյուս մեթոդը պատնեշային մեթոդն է, պահպանյակների կիրառումը եւ օրինակ ներհեշտոցային սպերմիցիդ մոմիկների կիրառումը։ Սրանք խորհուրդ ենք տալիս, երբ նախորդ երկու մեթոդները ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի կիրառել։ Եվ վերջում նշեմ ենթամաշկային իմպլանտների տեղադրման մասին, որոնք փոքր վիրաբուժական միջամտության միջոցով ներարկվում են մաշկի տակ, թևի ներսային մակերեսին, ազդեցությունը մոտ 3 տարի եւ ավել է, եւ եւս այս դեպքում կրծքով կերակրող կանանց հարմար է այս տարբերակը, քանի որ էստրոգեն չի պարունակում եւ կրծքի կաթի վրա եւս չի ազդում։ Այս հակաբեղմնավորիչ մեթոդների մասին հակիրճ ներկայացվեց միայն հետևյալ նպատակով, որպեսզի ճիշտ պլանավորեք ձեր հղիությունները։ Եղեք առողջ։